Հիմա է նույնիսկ հարավում թուրքերը լծված են։ Ես հունիսի 6-ին անդրադարձա այդ մասին, որ Սիսիանում մի քանի տասնյակ թուրքախոս ադրբեջանցիներ, ես շեշտում էի, որ լծված են Սիսիանի ոստիկանության մոտ բողոքի ցույցեր էին անում, միանգամից ներքին գործերի նախարարությունը արձագանքեց, այնտեղ Արայիկ Հարությունյանը արձագանքեց ինձ ուղված վիրավորանքով եւ այլն, իբր թե սադրանք է, բայց ես ասում եմ ադրբեջանցիներ են այնտեղ բողոքի ցույց անում։ Ինձ արձագանքում է ներքին գործերի նախարարությունն, ասում է ադրբեջանի քաղաքացիներ չկան։ Բայց ով է ասում ադրբեջանի քաղաքացիներ։ Մենք ասում ենք ադրբեջանցիներ։ Հիմա որ Ռուսաստանի քաղաքացի լինեն, բայց ադրբեջանցի լինեն եւ գան լծվեն Հայաստան, կամ Իրանի քաղաքացի դառնան ադրբեջանցի էթնիկ, խոսքը ազարիների, իրանցիների մասին չէ, բնիկ թուրքերի, բուն թուրքերի մասին է խոսքը։ Եվ հիմա էլ իրենք լծված են։ Ես այդ մասին շատ եմ անդրադարձել, որ ամբողջ Հայաստանի, հատկապես հարավային ու արևելյան առաջնագծում աշխատում են թուրքախոսներ բունկերների վրա, սահմանամերձ, ասենք, բանի, այդ գյուղերի դպրոցների շինարարության վրա, բոլորը թուրքախոս են, կամ հիմնականում կամ Իրանի քաղաքացիներ են, կամ Հնդկաստանի քաղաքացիներ են, բայց 90%-ը թուրքախոս են։ Այո։ Շատ ընտրությունների ինչ տեղի ունեցավ, ընտրություններից առաջ դուք նաև բարձրաձայնել եք, որ բռնությունները տեղի ունեցան կոնկրետ ձեր ընտանիքի նկատմամբ, ձեր անձի նկատմամբ, ինչ տեղի ունեցավ, ընտրությունները ոնց եք գնահատում, եւ ընտրություններից հետո ակնհայտ բռնաճնշումները սկսել են մի շարք ձերբակալություններ եւ բարձր է, որ բռնապետական բաները շարունակություն են ստանալու, որևէ դիմադրություն չեք տեսնում եւ այս իմաստով ինչպես եք տեսնում, նաեւ դուք հայտարարություններ ունեցեք, որ այլևս ձեզանից չակնկալեն այդ օգնություն բան, դա ինչ է, դա պորտկում է, թե շատ կոնկրետ որոշում է ձեր կողմից եւ մեծ հաշվով ինչպես եք տեսնում լուծումը, հետագան ապագան եւ ձեր առաջարկները։ Շնորհակալություն։ Չէ, պորտկում չէր, ես դա դեռ այո, ես դեռ 2020-21 թվականից սկսած, բացի սոցիալական, քաղաքացիական աջակցությունից, կազմակերպչական գործերից, նաև իմ ղեկավարած Հայաստանի դիվանագիտական հիմնադրամով կազմակերպում էինք բանակի առաջնագծի կահավորման, դիրքերի ամրապնդման աշխատանքներ, մասնավորապես քողարկիչ ցանցեր էինք մատակարարում դիրքերին, ինչու, որովհետև դա շատ կարևոր է, ինչքան էլ որ հիմա ասեմ բունկեր, չգիտեմ, ռոբոտ եւ այլն, քողարկիչ ցանցը անհրաժեշտ է, որպեսզի թշնամու ԱԹՍ-ները եւ դիպուկահարները չտեսնեն քո զինվորին, այն զինվորին, որի կյանքի համար, խաղաղության համար, այսպես մարդիկ պայքարում են եւ լավ են անում։ Հիմա մենք դրանցով օրինակ 24 թվականին հիշում եմ մոտ 25000 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր էինք մատակարարել դիրքերին, 25 թվականին գրեթե կրկնակի ավել եւ այլն եւ այլն։ Եվ պարբերաբար զորքերից հրամանատարություն, սպայական անձնակազմ կապի էին դուրս գալիս, խնդրում էին, բացի դրանից նաեւ մենք գաբիոններ էինք մատակարարում դիրքերին, որով փաստացի խրամատների դիմացներ դա սարքվում։ Կարող եմ անվանական ասել, որ մենք շատ օգնել ենք Սյունիքի հարավային հատվածին, այսինքն հիմնականում դա ներքին հանդի հատվածներ, դա նաև Գորիսի ուղղությամբ, Կապանի ուղղությամբ, ավելի վերև Ջերմուկի ուղղությամբ, Սիսիանի ուղղությամբ, Վարդենիսի պատրաստական դա ընդունում է, որտեղ անընդհատ հայտարարել մենք ամեն ինչ բանակի համար, որևէ խնդիր չկա։ Ես ՊՆ-ի հետ հարաբերություններ չեմ ունեցել այդ տարիների ընթացքում, միայն ռազմական ոստիկանության ղեկավարության հետ, նրանց խնդրանքը եղել է, որ պետք չի այդ մասին հայտարարություններ անել, ես էլ ասել եմ, որ մենք գովազդի համար չենք անում այդ ամենը, հետևաբար մենք չենք էլ հայտարարում այդ մասին եւ երբևէ ոչ մի լուսանկար, անձամբ ես միշտ պահանջել եմ, որ ինչ էլ փոխանցվում է զորքին, որևէ լուսանկար չլինի, որևէ մեկի մասին նույնականացում չլինի, մենք միայն մեր ներքին հաշվետվություններն ունեինք, որը շատ արագ ոչնչացնում էինք եւ այդպես չունենք փաստացի որևէ այսպես ոնց ասեմ խոցելի որևէ բան։
Այսինքն ՊՆ-ն այդտեղ ՊՆ-ին ձեռ էր տալիս, մենք ապահովում էինք քողարկիչ ցանցերով, դիրքերը կահավորում էինք, իսկ Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր որպես իր ձեռքբերում։ Բայց ինչևէ, դա արվել է ոչ թե Սուրեն Պապիկյանի կամ Նիկոլ Փաշինյանի համար, այլ զորքի, բանակի, զինվորի համար, անվտանգության համար։ Բայց ինչու եմ սա ասում, դա պորտկում չէր, որ ես հունիսի 7-ից հետո ասացի, որտեղ վերջին 1 տարվա ընթացքում հատկապես դե բնականաբար որ գնում եմ, առաջնագիծ եմ գնում, առաջնագծային բնակավայրեր եմ գնում եւ տեսնում ես, որ քո հանրությունը, այդ թվում եւ քո բանակը, որը դուրս է գալիս քո ժողովրդի միջից, օդից չի գալիս, մարդիկ արժեքային գաղափարական լուրջ խնդիրներ ունեն։ Մարդիկ, ասենք, ինձ կանգնում էին, այդ թվում զինվորականներից ասում էին, դե լավ, հա, ինչ ա եղել, մարդը տարածքներ ա տալիս, բայց հո խաղաղություն ա։ Ես ասում եմ, լսեք, բա ինչի համար եք դուք այստեղ կանգնած։ Դուք կանգնած եք, որ տարածք չտրվի, որ երկրի անվտանգությունը պահվի։ Ես էլ պայքարում եմ, այսքան ամեն ինչ բերում եմ, որ դուք ավելի ապահով լինեք։ Բայց եթե դուք արդարացնում եք տարածք տալը, թեկուզ 10 սանտիմետրը, բա ինչի համար եք կանգնած, թողեք գնացեք ձեր տները, ասում են փող ենք աշխատում։